Թեժ է եղել պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում։ Քննարկվել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագիծն ու բացասական եզրակացություն ստացել։ Հիշեցնենք, որ նախագիծը վճարել զինծառայությունից ազատվելու համար թեև կառավարության նիստում հավանության էր արժանացել, բայց խորհրդարանում տապալվել էր։ Ընդդիմություն ու մեկ իշխանական պատգամավոր դեմ էր քվեարկել։ Հայկ Սարգսյանը հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ իր առաջարկները մերժվում են կեղծ հայրենասիրական կենացներով։ Մինչդեռ այս նախագիծը ոչ միայն ժամանակավրեպ չէ, այլև անհրաժեշտ է։ Սարգսյանը մեկնաբանել է, ինչու է նախագիծը կարևոր, իսկ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ ազգային ժողովի փորձագիտական իրավական վարչությունում տրվել է բավականին ծավալուն եզրակացություն, որտեղ նախագծի շատ դրույթներ հակասահմանադրական են ճանաչվել։ Այնուհետև վստահեցրել է, փողով բանակից ազատվել չի կարող լինել։ Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը եւս դեմ է գումարով ազատմանը, բերել է մի քանի օր առաջ Պաշտպանության նախարարության դիմաց բողոքի ակցիան որպես օրինակ։ Սարգսյանն արձագանքել է նիստի մասնակիցների մտահոգություններին։ Պարոն Մեհրաբյան, հիմա որ ասում եք պիտի բոլորը ծառայեն, ասում եք 27-ից հետո պիտի ծառայեն քաղաքացիություն ստացողները։ Դուք գիտեք, որ այդ կարգավորումը ես եմ մտցրել։ Չէ, ովքեր Հայաստանի քաղաքացի չեն եղել։ Տարիները ո՞նց է եղել Հայաստանում։ Մարդիկ սպասել են 27-ը լռան, 27-ից հետո եկել դառել են քաղաքացի, ոչ ծառայել են, ոչ գումար են վճարել։ Որովհետև Հայաստանում զինվորական ծառայության տարիքը եղել է 18-ից 27-ը։ Այսինքն իմ կուրս ընկերները, ովքեր որ դրսից են եղել Հայաստանի քաղաքացի չեն եղել, սպասել են դառել են 27, դառել են Հայաստանի քաղաքացի, ոչ ծառայել են, ոչ գումար են տվել։ Արդար էր դա։ Արդար չէր։ Ես ինչ եմ առաջարկել։ Ասել եմ, եթե դու կգաս 27-ից հետո կդառնաս քաղաքացի, միևնույնն է պիտի ծառայես կամ վճարես, որովհետև դու չպիտի արտոնյալ լինես, ինչա սպասել ես 27-ը լռանա։ Ու այն 18 տարեկանով որ գնում են ծառայում են, ունեն նույն իրավունքներն ու պարտավորությունները, դու ունես նույն իրավունքները, պարտավորություններն է քո վրա պիտի տարածվի։ Ու սրա արդյունքում մենք ունեցել ենք թե ավել զինծառայողներ, թե 160 միլիոնից ավել հավաքագրված գումար։ Այսինքն դա իմ առաջարկն է եղել, որ պիտի բոլորը ծառայեն, ես եմ ասել։ Հիմա նույնը ասում եմ, մարտ այսօր որ 24-25-ա 20-ա ուզում է դառնա քաղաքացի, այսօր իրան այդ հնարավորությունը տանք, ավել գումարը վեկալենք, իրան է բերենք պայեստազորում գրանցենք, հավելյալ համ պայեստազորային ունենենք, համ գումարն է տանք ծառայողին։ Եթե չտանք այդ հնարավորությունը, նա չի գալու մինչև 27, իսկ մինչև 27-ը հնարավոր է 2 երեխա ունենա, արդեն ազատման հիմք ունենա կամ առողջական խնդիր ձեռք բերի։ Այսինքն, եթե այսօր մենք այդ հնարավորությունը չտանք, մենք ռեսուրս ենք կորցնում։ Հաշվի առնելով նաև ռուս-ուկրաինական հակամարտությունը, հազարավոր, եթե չասեմ տասնյակ հազարավոր հայրենակիցներ ունենք, ովքեր Ուկրաինայի կամ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, ուզում են գանց թե դառնան քաղաքացի, չեն գալիս, որովհետև ծառայության պարտադիր պայման կա։ Եթե մենք այս պատոհանը բացում ենք, հնարավոր է 1000-ից ավել քաղաքացիներ կան դառնան քաղաքացի, այդ գումարը տանք այսօրվա ծառայող այդ ռայոնի տղեկին, ովքեր բանակի 90%-ն են կազմում, ու իրաց սոցիալական բեռը մեղմենք, որ երեխան այսօր բանակից զորացրվում է, ծնողները ոչ թե գնան 20,000 դրամ պարտքով փող վեկալեն, որ իրանց երեխուն դիմավորեն, այլ այդ երեխան իմանա, որ երեխա չի արդեն հասուն տղայա, կյանք մտնելուց ինքը միլիոն, 1,5 միլիոն, 3 միլիոն գումար ունենալու, գնալու է ոչ թե բանվորություն անի զորացրվելու հաջորդ օրվանից, այլ կարողանալու է գնա կրթություն ստանա ու իր կյանքը ճիշտ կազմակերպի, որովհետև ինքը իր հայրենիքի համար տվել է իր ամենաթանկը, վտանգել է իր կյանքը ու ժամանակը տվել։ Լուրջ հասարակական պարակտում է բերելու նույնիսկ ընտանիքի մեջ, նույնիսկ Գերդաստանի մեջ։ Մի որդին լավ, 2 որդի ունի, որոնք պետք է զորակոչվեն։ Հերը կարողանում է մեկի գումարը ճարել, մյուսինի չի ճարում։ Այսինքն ես մտնում եմ նույնիսկ ընտանիք, հորեղբոր տղա, հորքուրի տղա, այսինքն նույնիսկ Գերդաստաններում դեռ ավելին, այսինքն այսպես ասեմ, երիտասարդների եւ մեծերի հակասությունը, ինչը իմ հերը չկարողացավ ճարել, ուրիշի հերը կարողացավ ճարել ու բազմաթիվ այլ խնդիրներ, դրա համար մենք շարունակում ենք մնալ այն տեսակետին, որ այս նախագիծը չպետք է մտնի օրակարգ։ Ես ուզում եմ նորից տեղեկացնել, որ նախորդ քննարկումների արդյունքներով կառավարությունը իրականում տվել էր դրական եզրակացություն, բայց դրանից հետո տեղի են ունեցել փոփոխություններ, այդ օրենություններով պայմանավորված, կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքներով։ Մենք այսօր չունենք այն խնդիրը, ինչ ունեինք նախորդ տարի։ Հետևապես ես հիմնվելու եմ իրողության վրա եւ այս պահին այս օրենքի ընդունումը կառավարության կողմից
գտնվել է ոչ նպատակահարմար։ Ուստի խնդրում եմ ձեռնպահ մնալ եւ ձեռնպահ մնալ կառավարությունը խնդրում է ձեռնպահ մնալ կողմ քվեարկելուց եւ նաեւ պարոն Սարգսյանը որ նշում է ես եմ բերել այդ փոփոխությունը, եթե անգամ դուք եք բերել այդ փոփոխությունը, արդեն իսկ դրական փոփոխություններ կան։ Ինչ տեղի ունեցավ նախորդ տարի մայիսին ես եմ արձանագրում պարոն Քոչարյան, որպեսզի բոլորի համար ամեն ինչ պարզ լինի։ Կառավարությունում դրական եզրակացություն ստացած նախագիծը եկավ ազգային ժողով, ազգային ժողովում իշխանական խմբակցությունը ամբողջությամբ բացառությամբ Քոչարյան Անդրանիկի կողմ քվեարկեց, ուրեմն նախագծին կողմ են քվեարկել Խաչատրյան Արմենը, Մերաբեն Արծումը, Քրիստինեն, Ալեքսանյան Վահագը եւ ես 5 կողմ դիզայն ա եղել։ Ընդդիմությունը պատիվ ունեմ որ Հայաստան դաշինքը 4 դեմ են քվեարկել, Քոչարյան Անդրանիկը քվեարկել է ձեռնպահ, այսինքն ձայներեկից 5 կողմով, 4 դեմով ու 1 ձեռնպահով նախագիծը ստացել է բացական եզրակացություն եւ մերժվել է։ Սրա արդյունքում մենք կորցրել ենք բանակի 30%-ը։ Ավելացրու որ դիագումարում դուք եք դեմ քվեարկել։ Ձեր նախաձեռնությունը ընկնում է դեմ ու ձեռնպահ քվեարկած պատգամավորների վրա, ու մեր ժողովուրդը պետք է իմանա, թե մեր հավանական թշնամիները կամ հակառակորդ համարող պետությունները ինչքան գումար պետք է ծախսեին, որ մեր բանակի թիվը 30%-ով պակասեր, դուք դա արել եք անվճար։ Շատ լավ, պարոն Սարգսյան։ Գիտակցված Դուք մեր հետ միասին դեմ եք քվեարկել։ Դա այլ խնդիր է։ Ես դեմ եմ քվեարկել մի պայմանով, որովհետև խմբակցությունը ասել է դեմ եմ քվեարկելու, ամբողջ տաբլոյի վրա մենակ իմ կանաչ լույսը չվարվի, չասեն Սարգսյան Հայկը գետին հակառակագրում թիմին, ասել եմ այս պահին թիմի պես եմ քվեարկում, որովհետև իմ կողմ դեմ քվեարկելը նշանակություն չէ ունենում։ Ուներ շատ մեծ։ Իմ հսկայական աշխատանքը արել, որ ես արել եմ։ Իմ տեսակետը ես պահել եմ, հիմա շարունակում եմ պահել, ու միջև վերջել պնդելու եմ։ Այն որ թշնամին պիտի միլիարդներ ծախսել, որ մեր զորքը 30%-ով պակասի, դուք դա արել եք անվճար։ Լրագրողների հետ զրույցում Հայկ Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել։ Ստացվում է հանձնաժողովը տապալել է նախագիծը, ասել է պատգամավորը։ Տարիներով արձանագրելով բանակի խնդիրները պատգամավորը նախագծով ցանկացել է ստեղծել արդարության միջավայր, որ ծառայությունը միայն խոցելի խավին չառնչվի։ Սկզբում Հայկ Սարգսյանի պնդմամբ բոլորը կողմ էին փաթեթին։ Այդ մասին իրեն ասել էր Անդրանիկ Քոչարյանը, բայց հետո ամեն ինչ փոխվել է։ Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ առաջին անգամ է նման նախագիծ տեսնում։ Ինքը հարցրել է ինչու մինչև այդ դեմ չի արտահայտվել։ Սարգսյանը պատմել է, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Քոչարյան Անդրանիկը ինձ ասել է, ես գնում եմ Ամերիկա գամ, խոսացել եմ կառավարություն, նախարարի հետ, բոլորը կողմ են, շատ լավ նախագիծ է, գնում եմ Ամերիկա գամ, անցկացնենք նախագիծը։ Ասել եմ պարոն Քոչարյան ջան, եթե դու գնաս Ամերիկա, այս օրենքը 6 ամսով հետաձգվելու է, որովհետև մենք միջև նստաշրջանի ավարտը ժամանակ չունենք, մենք պետք է այսօր նիստը անենք, որ միջև ամառային զորակոչ այս խնդիրները լուծենք, ամեն օր 8 հոգի քաղաքացիությունից հրաժարվում է, եւս մի այդքանն էլ առողջական թղթերով են ազատվում, այսինքն ամեն օր որ հետաձգվի, մենք զորք ենք կորցնելու։ Բացի դրանից, եթե քանի արդեն քննարկումներ սկսել ենք, մարդիկ տեմպը արագացնելու են, այսինքն առողջական թղթեր սարքելու եւ քաղաքացիությունից հրաժարվելու տեմպը աճելու է։ Հիմա մենք պետք է դա անենք։ Ասես չէ, ես գնում եմ Ամերիկա կամ նոր կանեմ, առանցից նիստը չանեք, ասել եմ, խնդրում եմ, մենք առանց քեզ մի հատ նիստ անենք, կգաս երկրորդը իրար հետ կանենք։ Ինքը ասեց, չէ, մի արեք, ես կգամ, պետք է լինի 24 ժամյա ռեժիմով նախագիծը կանցկացնենք, կողմ են բոլորը։ Ինքը գնում է Ամերիկա, դրանից հետո մենք նիստ ենք դնում, նիստը չի կայանում, որովհետև քվորում չի լինում հայտնի պատճառներով, որտեղ նաև ինքն է մասնակցություն ունեցել։ Դրանից հետո որ ինքը չեմ ուզում շատ բացեմ։ Այո։ Դրանից հետո երբ որ վերադառնում է Քոչարյան Անդրանիկը, երբ որ վերադառնում է, սենց անում։ Ասես ի՞նչ նախագիծ է։ Առաջ անգամ եմ սենց բան դրել, ո՞ս կարա մարդ փոխտակարժ ծառայ։ Ասում եմ պարոն Քոչարյան, մենք իրար հետ պայմանավորվել ենք։ Վարչապետի ներկայությամբ ներկայացրել եմ։ Մենակ վարչապետի չէ, երկու փոխվարչապետ է, աշխատակազմի ղեկավար, գլխավոր շտաբի պետ, ԱԱԾ տնօրեն, քննչական կոմիտեի ղեկավար, գլխավոր դատախազ, մի քանի նախարարներ ու փոխնախարարներ, այդքան մարդու ներկայությամբ նախագիծը ներկայացրել եմ դեռևս 24 թվականին։ Այդտեղ նստած է եղել, դեմ կարծիք չես արտահայտե։ Մինչ գերատեսչական հանձնաժողովը ձևավորվի վարչապետի որոշումով, դու հանձնաժողովի մշտական անդամ ես, բազմաթիվ նիստեր ենք արել, 6 ամիս քննարկել ենք, մի անգամ չես ասել դեմ ես։ Ամերիկա գնալուց առաջ ասել ես կողմ եմ։ Հիմա հետեսեկի ինչ առանց քեզ նիստ են կարել, ասում ես դեմ եմ, ասեցա դեմ եմ, ես տենց եմ քվեարկելու, ու դրա արդյունքում նախագիծը տապալվեց։ Ինչ տեղի ունեցավ նախագծի տապալմամբ։ Քաղաքացիությունից հրաժարվողների թիվը 44%-ով աճեց,
Միջև այդ 2000 հոգի էր տարեկան հրաժարվում թիվը դարավ 3000 մոտավոր, մի քիչ։ Այդ մտահոգությունները Կներեք, բանակի այս արատավոր խնդիրները կան, ստացվում է մենք անձնական ամբիցիայի պատճառով կորցրեցինք կարևորագույն նախագիծ։ Բանակի համար եմ անում։ PR-ի համար անելուց լինեի 50 տարի կլինեի ես խմբակցության падգամավոր։ Ամենակարևորագույն հարցերը որ բարձրացնում եմ։ Ինչի համար հարաբերությունները չէ փչանում դրա արդյունքում։ Նախարարների հետ, գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ հարաբերություն է փչանում։ Բնականաբար, որ մարդու խնդիրների մասին խոսում ես, հարաբերություն է փչանում։ 2 տարի խնդրում եմ պաշտպանության նախարարին։ Ասում եմ բանակում շաբաթը մեկա զորքը լողանում։ Հնարավորություն ստեղծենք թող ամեն օր լողանա։ Ինչի՞ց է խնդիրը ծագի 24 թվականի падգամավորներից մեկը փակ մեր հանդիպման ժամանակ հարց տվեց թոքաբարբով զոհ ենք ունեցել մահվան դեպք ենք ունեցել բանակում որ սառը ջրով հավանաբար լողացել է դե ասեց մենակ մեր բանակում չի որ շաբաթը մեկա բազմաթիվ բանակներում տենց է ուսումնասիրեմ տասնյակ բանակների փորձը բազմաթիվ երկրներում զինվորները ամեն օր լողանում են Հայաստանում աֆրիկական մի քանի երկրներում ու տենց թերի զարգացած երկրներում որ շաբաթը մեկ են լողանում ասել եմ լրացուցիչ սաղ չի սա առաջարկեմ ասել եմ խնդրում եմ ստեղծենք հնարավորություն մեր զորքը ամեն օր լողանա դե 2 տարի անցել է նույն վիճակն է հա հիմա ունենք որոշ տեղեր նոր կառուցված տեղեր բայց փոքր տոկոսակազմով որ զորքը կարող է ամեն օր լողանա բայց մեծամասամբ մեր տեղեքը շաբաթը մեկ են լողանում դե թող պաշտպանության նախարարության ղեկավար կազմը շաբաթը մեկ լողանա դե թող ուրեմն միջև այդ խնդիրը չլուծեն իրանք շաբաթը մի անգամ լողանան տենամ կարան Բա մեր զորքի համար խի պիտի մենք լավ պայման։ Ես հիմա առաջ անգամ եմ հրապարակային ասում, ուղղակի այլ հնարավորություն էլ չունեմ իլ մեջը սպահելու։ Անդրանիկ Քոչարյանը նախագիծը խնդրահարույց է համարում։ Լրագրողների հետ զրույցում հանձնաժողովի նախագահն արձագանքել է Հայկ Սարգսյանի հայտարարություններին, դրանք որակել պատգամավորի երևակայության արդյունք։ Քոչարյանը նաև նշել է, որ բանակում մահվան դեպքերի թիվը նվազել է, թեև խնդիրներ կան եւ փակ քննարկումների ժամանակ քննարկվում են նաև այդ խնդիրների լուծումները։ Խաղաղության ամեն օրը օրենսդրությունից սկսած պետք է իրականացնել ծրագիր, որը մեզ բարձրացնելու է վերև անվտանգության տեսանկյունից, ասել է նա։ Սարգսյանը սիրում է ֆանտազիային զոհտա եւ բնականաբար դժվար թե ինքի հետ կոնտակտ ունենար եւ հանձնաժողովին իստը բնականաբար լավ կլինի որ այստեղ լինեի, բայց մտության կողիտակ փորձեցին արտահերթ ստանալ, հետո չարեցի։ Թողանային, ես այստեղ չէի, բայց եկա եւ պարզվեց, որ այս օրինագիծը իր կողմից շրջանառության մեջ դրված շատ խնդրահարույց է։ Եվ ֆրակցիան դեմքի վերքե նաև ինքը։ Ես որ հիշեցրեցի։ Եթե այդքան ես առաջի անգամ դեմ պատմության մեջ, որ մի մարդ իր նախաձեռնության դեմքը վերքե։ Որն էր կարևոր, որ բանակում փողով ազատվեն։ Դե ասում ես sense տենց այդ մարդիկ թողնում դնում են։ Կարևոր է ձեր կճարնի գլացի անգամ, որովհետև ամեն օր քաղաքացիություն։ Դուք շարունակեք Հայկ Սարգսյանի հարցազրույցներ։ Դուք հիմա Պաշտպանության հանձնաժողովի նախագահի հետ եք խոսում, որը բնականաբար պետք է դեմ լիներ փողով բանակից ազատվել։ Չասում այդ տղաները այսպես թե այնպես գնում են։ Որ տղաները ցանկը թողտա այդ որ տղաների մաս։ Ասում եք քաղաքացիություն։ Ցանկը ասում են զանգում են, ովքեր են զանգում։ Կարին այդ թվերը շատ վիճահարույց են, չէ՞։ Պաշտպանության փոխնախարարն էլ խոսեց։ Նախքին, երբ որ շրջանառում էր նախաձեռնություն, այնտեղ MC թվեր էր ներկայացրել զորակոչի հետ կապված 2009-2010 թվականները, եթե թվերով շարժվենք, ստացվում էր, որ բանակը 50%-ով գոյություն չուներ։ Երբ որ այդ քննարկման, ֆրակցիան քննարկման ժամանակ այդ ասվեց, այդ թիվը 50% ավելացրած, որի եզրահանգումների վրա ինքը հանգել էր ինչ-որ եզրահանգումների, բայց վերջին 2 տարվա ընթացքում զորակոչի թիվը աճում է։ Հիմա դա ինչի է դա պայմանավորված։ Հիմա կասեն խաղաղության գուցեև, բայց որ նաև օրենքներ են ընդունել, որը փոխում է միջավայրը, եւ այդ միջավայրն է, որ հնարավորություն է տալի մայրերին առաջին հերթին վստահ լինել, որ այն ինչ որ կար բանակի ներսում եւ շարունակվում էր, ինքը կանգնած է եւ մահացան դեպքերի մասին քիչ առաջ լսեցի փոխնախարարը ասեց, քանի դեպքից քանիսն է բանակի ներսում տեղ ունեցել։ Խնդիրներ կան եւ հիմա որ փակ քննարկում ենք անում, այնտեղ էլ բանակի գերավիճակության հետ կապված, նաեւ չլուծված խնդիրների հետ կապված մենք աշխատանքային քննարկում արեցինք, որի արդյունքում շրջանառության մեջ կդրվեն այնպիսի դրվագներ օրենսդրական բացերի լրացման, որը հնարավորություն կտա շարժվել առաջ։ Ամեն օրը խաղաղության պետքա օրենսդրությունից սկսած իրականացնել ծրագիր, որ մեզ բարձրացնելու է վերև անվտանգության տեսանկյունից։ Հայկ Սարգսյանը բերում է ասես թղթերի ինչ որ տրցակ, հետո ինքը սկսում է թղթերով ինչ որ եզրահանգումներ անել, որը մերժվում է։ Նաև ինքն է մերժում։ Ես չգիտեմ, լիագումար նիստում ինձ շատ հետաքրքիր է Հայկ Սարգսյանը ոնց է քվեարկել։ Չէ, չնայած հիմա քանի որ ինքը
ցուցակում չի, կարող է լրիվ ուրիշ ձև բացի։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին։ Որոշումը հիմնավորված է եւ բխում է ոչ թե նեղ կուսակցական հաշվարկից, այլ հասարակության պառակտումը կասեցնելու, առողջ քաղաքական ուժերի համախմբման եւ հաղթանակի նպաստելու համազգային շահերից։ Եվ ահա այդ դրամաբանությամբ ընտրություններին մասնակցությունից զերծ մնալը պայքարից խուսափում չէ։ Հանրապետականը շարունակելու է մնալ համազգային նպատակների համար պայքարի առաջամարտիկներից մեկը։ Կուսակցությունը հայտարարել է, որ խոստովանում են ընդդիմադիր ազգային ուժերը, այդ թվում իրենք չեն կարողացել անհրաժեշտ պահին ձևավորել լայն համազգային շարժում եւ քաղաքական համախմբում ընդդեմ ազգադավ պետականաքանդ կառավարիչների եւ այդ բաց թողումը ենթակա է ազնիվ գնահատման ու հետեւությունների։ Համոզված են, որ սեփական սխալների ընդունումը քաղաքական թուլության նշան չէ, այլ հետեւություններ անելով ապագան կառուցելու եւ հանրային վստահություն ամրապնդելու նախապայման։ Վարչապետին անվստահություն հայտնելու սահմանադրական ճանապարհը կուսակցության համար շարունակում է մնալ իշխանափոխության հասնելու գործընթացների օրակարգում։ Կուսակցությունը ներկայացնում է թիմի առաջարկությունները խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշում կայացրած ազգային առողջ իրական ընդդիմադիր ուժերին իշխանափոխության գործընթացը առավել արդյունավետ եւ համակարգված դարձնելու նպատակով, նշված է հայտարարության մեջ։ Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է Կրեմլուն Փաշինյան-Պուտին բանակցությունների ժամանակ եւ դրանից հետո ռուսաստանյան կողմի Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակմանը։ Դիվանագիտական խողովակներով Ռուսաստանի նախագահի աշխատակազմին ռուսաստանյան կառավարությանը եւ արտգործնախարարությանն է փոխանցվել Ադրբեջանի դիրքորոշումը կապված Ադրբեջանի Ղարաբաղյան տարածաշրջանը քաղաքական սպեկուլյացիաներում օգտագործելու անթույլատրելիության հետ եւ մեր ակնկալիքները նման գործողությունների դադարեցման վերաբերյալ, գրում է ադրբեջանական ԱՊԱ-ն։ Ըստ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության, այն որ Ղարաբաղյան տարածաշրջանն Ադրբեջանի անբաժանելի մասն է, հիմնված է ոչ թե որևէ պետության որոշման, այլ պատմության, միջազգային իրավունքի եւ արդարության վրա։ Չնայած դրան, այս թեման շարունակում է հնչել ռուսաստանյան կողմի պաշտոնական քաղաքական դիսկուրսում։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը Վեսթի հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին մեկնաբանել է հարցը, թե որ կողմը Ռուսաստանը, թե Հայաստանն է առաջինը Ղարաբաղյան տարածաշրջանը ճանաչել որպես Ադրբեջանի մաս։ Կցանկանայինք եւս մեկ անգամ հիշեցնել ռուսաստանյան կողմին, որ ոչ մի երկիր, այդ թվում Ռուսաստանի Դաշնությունը, երբևէ կասկածի տակ չի դրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Ղարաբաղյան տարածաշրջանը։ Կրկին ռուսաստանյան կողմին ենք հայտնում մեր ակնկալիքները առ այն, որ Ադրբեջանի ինքնիշխանությանը վերաբերող հարցերը հանրային քննարկման առարկա չեն դառնա ներկա ժամանակահատվածում, երբ ռուս-հայկական հարաբերությունները բարդ են, հայտարարել է արտգործնախարարությունը։ Ռուսաստանի փոխվարչապետը հայտարարություն ունի։ Ալեքսեյ Օվերչուկը զգուշացրել է, որ եթե Հայաստանը միանա Եվրամիությանը, այն այլևս օդային կապ չի ունենա Ռուսաստանի հետ։ Այժմ Եվրամիության երկրների հետ օդային հաղորդակցություն չկա, ինչը նշանակում է, որ կառույցին անդամակցելու պարագայում Հայաստանի հետ օդային հաղորդակցություն չենք ունենա, ասել է նա։ Օվերչուկն ընդգծել է, որ Հայաստանի քաղաքացիները պետք է տեղյակ լինեն Եվրամիությանը մերձենալու Երևանի որոշման հնարավոր հետևանքների մասին։ Սա կարող է շատ կոպիտ հնչել, բայց մենք ուզում ենք, որ Հայաստանի մարդիկ հասկանան, եթե դա տեղի ունենա, ինչ կլինի, քանի որ որոշումներ են կայացվել Եվրամիությանը մերձենալու համար։ Ընդգծել է փոխվարչապետն ու միևնույն ժամանակ ըստ Օվերչուկի Հայաստանի Եվրամիությանը անդամակցելու վերջնական հետևանքները մնում են անհայտ։ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը։ Կողմ է քվեարկել 66 պատգամավոր դեմ 16, իսկ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը քվեարկությունից առաջ ընդմիջում է վերցրել։ Փոփոխություններով սահմանվում է, որ կուսակցությունների դաշինքների անվանումներում չի կարող օգտագործվել անձնանուն կամ պաշտոնական մարմինների անուններ, ինչպես նաև վիրավորական արտահայտություններ։ Ըստ քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հրատապությունը պայմանավորված է հունիսի 7-ին ազգային ժողովի ընտրություններով եւ նախքան ընտրությունները պետք է կազմակերպման վերաբերյալ արդյունավետ մեխանիզմներ նախատեսել։ Հանդիմությունը նախագիծը հակաիրավական է համարում, մեջբերում Վենետիկի հանձնաժողովի դիտարկումները, հայտարարում, որ ընտրություններից 2 ամիս առաջ խաղի կանոնները փոխել չի կարելի, հնչել են սուր ելույթներ։ Այս գործընթացը ինքնին հակաիրավական է։ Կապ չունի, թե դուք ինչ պատճառաբանություն եք դրել, տեխնիկական ենք, նախադասությունը կեսից ջնջվել էր եւ այլն, դուք օրենսդրություն եք փոխում ընտրական ընտրություններից 2 ամիս առաջ։ Եվ եթե ինչ-որ մեկ ասում որ սա հիմնարար փոփոխություն չի, լուրջ եք ասում։ Ընդդիմադիր ամենամեծ քաղաքական մասնակցության հայտ ներկայացրած ուժը արդեն հայտարարել է իր անունը ու հանկարծակիորեն դուք օրենք եք ներկայացնում, որը սահմանափակում է եւ արգելում է դա անել, լուրջ։ Այստեղ չի կարող
Դե լրջությունը ու դուք, պարոն Հակոբյան, այդքան էլ համեմատելի չեն։ Այստեղ չի կարող քննարկվել այս գործընթացի օրինականությունը, բովանդակության մեջ նույնիսկ մտնելու իմաստ չկա, որովհետև ցանկացած տրամաբանության մեջ ընտրական օրենսգրքի կայունության կանոնի տեսանկյունից ու շատ այլ տրամաբանության մեջ նման գործընթաց իրականացնելը անթույլատրելի է։ Կարող է արդյոք Հայաստանում ընտրություններին մասնակցել ուժեղ Քյաբաբ Ստյոպի մոտ անունով կուսակցությունների դաշինք թե չէ։ Հիմա այս հարցն է քննարկվում։ Մեր ընդդիմությունը մեզ ասում է, որ եթե ուժեղ Քյաբաբ Ստյոպի մոտ դաշինքը չի կարող գրանցվել, ուժեղ Քյաբաբ Ստյոպի մոտ անձնանուն բառը չի կարող լինել այնտեղ, հետևաբար սա հարված է ժողովրդավարությանը եւ հետևաբար ոչինչ էլ չի կարող լինել։ Ժողովուրդ ջան, ես անկեղծորեն չեմ հասկանում։ Ձեր դարդը թողած գնացել եք 8 երկրի քաղաքացու դարդն եք լացու։ Դուք ձեր դարդը լացեք, հատկապես որ լացելու շատ բան ունեք։ Պարոն Մամիջանյանն եկել այստեղ Վենետիկի բանից է խոսում։ Պարոն Մամիջան, ձեր կուսակցությունից այն օրն է 50 քանի հոգի ձերբակալվել վաղար շաբաթի ընտրություններում, կներեք իրենց բարերով ասած 20 մանետ բաժանելու համար, բայց վերջում էլ այդ կանայք, որոնք որ ձերբակալվել են ձեր կուսակցական կաշառք բաժանելու համար, շատ ճիշտ բան են ասել։ Ասում են սրիկա են, իրանք փողը իրանց են պահում։ Մեզ ոչ մի կոպեկ չեն տալի։ Այդ դրա համար էլ ընդդիմություն չունենք, մեր ընդդիմությունը կերված։ Ձեր բնութագրումը ձեր կուսակցական ընտրատասովշիկները արդեն իսկ տվել են, հարգելի գործընկերներ, մի եկեք այստեղ Վենետիկ բան, տենց բարձրարժեք բաներ մի խոսացեք, հազար ներողություն, էլի, հազար ներողություն։ Իսկ ինչ վերաբերում է բուն օրենքի նախագծին, սիրելի գործընկերներ, նորից եմ կրկնում, ձեր դարդը լացեք, հատկապես որ լացելու շատ բան ունեք։ Ուժեղ Քյաբաբի մասին չեմ կարող ոչինչ ասեմ, բայց Ձեթոտ Պերաշկի ավտոբուսում օրինակ շատ հավանական կարող է տենց մի բան լինի։ Հա մենք մեր դարդը չենք լացում, մենք ընտրությունների դարդն ենք ուզում հոգալ, որովհետև մեկ էլ հանկարծ պատահաբար որոշում կայացվեց։ Բայց խոսքը բովանդակության մասին, երևի կանդադառնամ մեր բովանդակային քննարկումը սկսի։ Մենք դեռ խոսում ենք հրատապության մասին։ Այսինքն եթե ուժեղ Քյաբաբ կամ Ձեթոտ Պերաշկի այդքան զազելի է հնչում, Ձեթոտ Պերաշկին, որ հատկապես զզվելի է հնչում, այդ դեպքում պետք է դա շուտ բերել։ Ոչ թե նրանից հետո սկսեցին Ձեթոտ Պերաշկի ուտել ավտոբուսի մեջ առանց անձեռոցիկի։ Լավ, այսքան ակնհայտ է, չէ՞ որ հենց ինչ-որ մի բան առաջացավ, որոշեցիք փակել այդ տարբերակը։ Խոսքը դրան է վերաբերում, ոչ թե որովհետև մեկը Քյաբաբ չի ուտում, մյուսի համար էլ Ձեթոտ Պերաշկին է տաճ։ Բայց Տիկին Վարդանյան, այո, սա փնթի, խայտառակ, զզվելի աշխատավոճ է, ոչ պրոֆեսիոնալ կառավարության կողմից։ Եթե ձեր տրամաբանությամբ առաջնորդվենք, կառավարությունը հարցման ձևով քվեարկության տարբերակ ունի։ Դե որ նախարարությունը հենց բանաձևը կառավարության որոշման նախագիծ ունի, թող դնի հարցման ձևով շրջանառի, դրական պատասխանը ստանա ազգային ժողովն է պերմանենտ կաշխատի։ Թող տես լինի, դուք դա եք առաջարկում։ Ակնհայտ է, որ Պերաշկին այնուամենայնիվ ավելի լուրջ քաղաքական օրակարգ է ստեղծում Հայաստանում, քան թե դուք։ Որովհետև վերջին շաբաթներին ակնհայտորեն դուք պտտվում եք Պերաշկու շուրջ։ Պերաշկին դարձել է ձեր առանցքը։ Ոնց է երկիր մոլորակը պտտվում իր առանցքի շուրջ, դուք, եթե մենք ձեր առանցքից հանենք Պերաշկին, դուք կքանդվեք։ Միջև էտել նես չէր, որ միջև էտել նես չէր, որ տենց մի բան էիք։ Որովհետև ասում եմ, եթե տես լուրջ քաղաքական կշիռ ունենայիք, ձեր առաջնորդը կլիներ մի պատկառելի դաշնակցական։ Օրինակ չգիտեմ, ձեզանից որևէ մեկը, փոխարենը Ռոբերտ Քոչարյանն է։ Հա օրինակ Արծվիկ Մինասյանը ինչ վատ կլիներ, որ լիներ դաշնակցության առաջնորդը։ Չէ, ես ամենայն հարգանքով եմ ասում, բայց ցավոք սրտի 135-ամյա դաշնակցությունը մարդ չի գտել, որ իրեն առաջնորդի դաշնակցականների մեջ, հա, բայց ինչի մասին է ուզում խոսալ, հարգելի գործընկերներ, այս դրույթը մեր օրենսդրության մաս է։ Մեր օրենսդրության մաս է, թիմերում, կուսակցությունների մասին օրենքն է արգելում, անձնանուններ օգտագործել, այսինքն այն որ դուք ներկայացնում եք, որ կարծես սա օդից եկավ, ուրիշ մոլորակից եկավ, հայտնվեց այստեղ, այդպես չի։ Դուք շատ լավ հասկանում եք, որ սա մեր օրենսդրության մաս է, եւ հիմա մենք
այդ օրենսդրությունը ամբողջական դարձնելու եւ Հայաստանում ընտրությունները համամասնական ընտրակարգի տրամաբանությամբ քաղաքական դարձնելու անձերից անդին քաղաքական ընտրություններ կազմակերպելու տեսանկյունից նաեւ անում ենք այս փոփոխությունը։ Իսկ եթե որևէ մեկը քաղաքական օրակարգ ունի, քաղաքական տեքստ ունի ասելու եւ ոչ թե ուղղակի հավելված է, ոնց որ Yandex-ի նավիգատորը ասենք։ Հատուկ անցանք 100% համամասնականի, որ անձերից ընտրությունները, որ անձերից դառնան կուսակցությունների շուրջ, դառնան քաղաքական գաղափարների շուրջ, ոչ թե անձերի շուրջ։ Հիմա ասում եք, չէ, ինչ եք անձերի անունը արգելում օգտագործել դաշինքի անվան մեջ։ Շատ լավ, հասկանալով թե դուք ինչ եք ակնարկում, էդ էլ ասեմ, անվան մեջ արգելվում է, բայց քվեաթերթիկի վրա չի արգելվում։ Ձեր քվեաթերթիկի վրա գրված է լինելու ձեր վարչապետի տեխնացուի անունը, մեր քվեաթերթիկի վրա գրված է լինելու վարչապետի մեր տեխնացուի անունը, Բարգավաճ Հայաստանը դեռ չի ասում, ով է իրանց տեխնացուն, այն մյուս ոնց է, ուժեղ Հայաստանին էլ թող գրի վարչապետի իր տեխնացուի անունը, Սամվել Կարապետյանն է, դա կտող կա, թող գրի ցուցակի առաջին համար Սամվել Կարապետյան։ Չի կարող գրել, ուրեմն չի կարող դառնալ վարչապետ։ Եթե կարող է դառնալ վարչապետ, թող գրի անունը ցուցակի առաջին, երկրորդ, երրորդ որևէ համարում։ Իմ խորին համոզմամբ, իմ գնահատականներով, եթե մեր ձևով շարժումը հասնում է ֆինիշին, այսինքն հունիսի 7-ին մասնակցում է քվեարկություններին, ապա ընդդիմադիր ուժերը հավաքական իմաստով հաղթանակ են տոնում։ Բայց հետևաբար կա այնպիսի անհանգստություն, որ մեր ձևով շարժումը չի հասնելու ֆինիշին, այլ մայիսի կեսերին կամ վերջերին ինչ-ինչ հիմնավորումներով չերյալ կհամարվի իր գրանցումը։ Այս հանգամանքի դեմը առնելու համար հենց մեր ձևով շարժումը պետք է նախաձեռնի ընդդիմադիր ողջ բոլոր ուժերի, այսպես կոչված միասնական ներկայանալ ընտրություններին, ճակատի ֆորմատով, ինչը մենք առաջարկել ենք, ոչ թե միասնական ցուցակով, այլ ճակատի տարբերակով, եւ հետո արդեն մի 4 ամսով ձևավորի ժամանակավոր կառավարություն եւ դրանից հետո տեղի ունենան նոր ընտրություններ։ Սահմանադրությամբ այդ հնարավորությունը տրվում է։ Եթե մեր ձևով շարժումը չգնաց այս ճանապարհով, ապա լիքը հարցեր են առաջանալու։ Զինված ուժերում թոքաբորբից մահվան դեպք 2024-ին չի գրանցվել։ Պաշտպանության նախարարությունն արձագանքել է Հայկ Սարգսյանի հայտարարությանը։ Գերատեսչության տեղեկացմամբ պատգամավորի պնդումն առայն թե իբր 2024 թվականին փակնիստերից մեկի ժամանակ տեղի ունեցել թոքաբորբի հետևանքով զինծառայողի մահվան պատճառների մասին քննարկում, ապա տեղեկատվություն է։ Իսկ 2023 թվականից իրականացվող պատվաստումների գործընթացի, նաև հիվանդների վաղ հայտնաբերման ու պատշաճ բուժօգնության կազմակերպման արդյունքում ընդհանուր հիվանդացության մեջ թոքաբորբով հիվանդության մակարդակը զգալիորեն նվազել է յուրաքանչյուր տարի 8-ից 13%, ինչպես նաև էականորեն նվազել է թոքաբորբի պատճառով ծանր եւ ծայրահեղ ծանր դեպքերի թիվը։ Ինչ վերաբերում է զորակոչի մասին թվերին, նախարարությունը հայտնում է, որ 2025-ին զորակոչների թիվն ավելացել է 25.3%։ Գերատեսչությունը նաև հայտարարում է, որ զինծառայողների հիգիենայի ապահովումը մշտապես համապատասխան կառույցների ուշադրության կենտրոնում է։ Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո հայկական բիզնեսը Ռուսաստանում խնդիր կունենա թե ոչ եւ արդյոք տնտեսվարողներն անհանգստանալու առիթ ունեն։ Լրագրողների հարցին ի պատասխան պետեկամուտների կոմիտեի նախագահն ասել է, որ այս պահին բողոքներ չի ստացել, այն ինչի մասին խոսվում է նոր երևույթ չէ։ Պատմության ընթացքում պարբերաբար այդպիսի հարցեր լինում են։ Էդուարդ Հակոբյանը 2 խումբ խնդիրներ է առանձնացրել, որոնք իր խոսքով կառավարելի են։ Մենք պատմության ընթացքում պարբերաբար այդպիսի հարցեր ունենում ենք։ Նույնը օրինակ անցած տարի, եթե կհիշեք, տարբեր ապրանքների հետ կապված որոշակի խնդիրներ էին եղել, եւ դա հատկապես լարսը անցնելուց լինում են հատկապես ֆիտոսանիտարիական հարցեր, օրինակ ինչ որ պահանջների պիտի բավարարեն կոնկրետ ապրանքներ, այդ պահանջները պարբերաբար խստացվում են, պարբերաբար թույլատվում են, այսինքն ինքը այտենց բնականon գործընթաց է, որը որ ունենում ենք եւ մեր հորդորը մեր հարկվճարողներին եւ բիզնեսմեններին նա է, որ հետևեն այդ պահանջներին, որովհետեւ շատ երկու հիմնական խնդիր ենք օրինակ անցած տարի արձանագրել, լինում են դրվագներ, որ այդ ապրանքաքանակները չեն համապատասխանում այդ պահանջներին, լինում են դրվագներ, որ օրինակ
ռուսական գործընկերների կողմից հարց է բարձրացվում, թե ինչու օրինակ չի նշվում կամ պատշաճ չի նշվում այն տնտեսվարողը, որին մատակարարվում է տվյալ ապրանքը։ Այս երկու խումբ խնդիրներն են, որպես այդպեսին սովորաբար օրակարգում, եւ դրանք կառավարելի են։ Մենք նման իրավիճակներում մաքսային մասով հատկապես մենք մեր քննարկումներ ունենում ենք մեր ռուս գործընկերների հետ, բայց քանի որ խնդիրը նշեցի ավելի շատ այդ ֆիտոսանիտարական տիրույթում է, կարծեմ ճիշտ կլինի նաև համապատասխան ուղղությամբ էլ հարցեր ուղղեք եւ ստանաք պատասխան։ Պարզ է, աշխարհում ինչ որ կտրուկ փոփոխություններ կամ էական փոփոխություններ ունենում են որոշակի տարբեր դրդապատճառներ տվյալ իրավիճակի, տվյալ երկրի վարվող քաղաքականության կողմից։ Հիմա Ռուսաստանի վերահսկող մարմինները, եթե որոշակի հանձնարարական են ստանում կամ իրենք որոշում են, որ ինչ որ ժամանակ պետք է խստացումներ անեն, եւ դրա համար ես հորդորեցի մեր հարկվճարողներին եւ բիզնեսմեններին լինել ուղղակի հետեւող կանոններին, որտեվ այդ հետևելը կանոններին հնարավորություն է տալիս ցանկացած իրավիճակում պետությանը կանգնել իրենց մեջքին, որովհետեւ երբ որ լինում է իրավիճակ, որ հենց բիզնեսմենն է մեղավոր լինում այդ կանոններին չհետևելու առումով, շատ դժվար է լինում մեր մակարդակում օրինակ բանակցել մեր գործընկերների հետ եւ փորձել այդ հարցերին լուծումներ տալ։ Իսկ թե ինչ տեղի կունենա, կախված կլինի, թե ինչ չափի խստացումներ կլինեն, հատկապես վերահսկողության տեսանկյունից։ Այսինքն դրա չափից կախված մենք կարող ենք արդեն գնահատել, հասկանալ ինչ էֆեկտ կլինի, բայց անցած տարվա բանը այդ խնդիրները, որոնք իրենց ծավալով երևի թե բավական մեծ էին, եթե համեմատենք, ասենք, նախորդ տարիների հետ, դրանք իրենց բացասական էֆեկտ ունեցան որոշակի մեր արտահանման ծավալների վրա, հատկապես կոնյակի մասին է խոսք գնում, բայց դուք նկատեցիք, որ տնտեսությունը շատ չտուժեց, այսինքն տնտեսական դինամիկայի վրա իր ազդեցությունը ավելի սահմանափակ եղավ, ինչու, որովհետև ժամանակի ընթացքում եւ Վրաստանի եւ Ռուսաստանի կարողացանք լուծումներ գտնել։ Հիմա դա է ռեժիմը։ Հետևել կանոններին, ոչ օբյեկտիվ իրավիճակներում փորձել կանգնել տնտեսվարողների մեջքին եւ լուծումներ գտնել մեր ռուս գործընկերների հետ։ Ազգային ժողովի նախագահի հայտարարություններն է մեկնաբանել Հովիկ Աղազարյանը։ Հիշեցնեմ, Ալեն Սիմոնյանն ասել էր, որ եթե Ռուսաստանը գազի գինը բարձրացնի, Հայաստանը դուրս կգա ԵԱՏՄ-ից։ Պատգամավորը չի կարծում դա շանտաժ է, իսկ խոսակցությունները միշտ եղել են հանդիպումների կուլիսային ֆորմատներում։ Հիմա եկել է այն պահը, որ արդեն կողմնորոշվելու ժամանակն է, որովհետև Հայաստանի Հանրապետության իշխանությունը եվրոպական ուղղվածություն է ցուցաբերում։ Օրենք ընդունվեց, հետևաբար դու չես կարող օրենքն ընդունել, հետո գնալ Պուտինին ասել, թե օրենք է էլի ընդունել ենք, գցած է այնտեղ, ասել է Հովիկ Աղազարյանը։ Հիմա եկել է այն պահը, որ արդեն կողմնորոշվելու ժամանակն է, որովհետև ավելի հստակ, ասենք, իշխանությունները եվրոպական ուղղվածություն են ցուցաբերում, օրենք ընդունվեց եւ այլ, հետեւաբար չես կարող դու այդ օրենքը ընդունես, հետո գնաս Պուտինին ասես, դե վրացի օրենք այլ ընդունեք սատանա, չէ։ Բայց իրենք ասում են դա ԵԱՏՄ-ում հա դա տնտեսական օգուտներ են քաղում, բայց մենք քաղաքական այլ օրակարգեր ունենք, այսինքն սա ընդունելի է ձեզ համար, այս որ մի տարանջատեք քաղաքականությունը, արտաքին վեկտորը ԵԱՏՄ-ից եւ այլն։ Դա այդպես չի լինում, Եթե դու մի ուրիշ տնտեսական միավորման, մաքսային միավորման անդամ ես լինում, մյուսի մեջ չես կարող լինես, ուղղակի չես կարող լինես։ Երկու տեղ հնարավոր չի միաժամանակ լինել։ Այդտեղ եւի քաղաքականություն չկա հանդեպավոր, որովհետեւ չի կարելի որ լինել եւս մաքսային միության անդամ, եւ այդ մաքս, դա եւ այստեղ ճիշտ չի կիրառվում։ Այ ուրիշ բան, եթե դու իսկապես քո վերջնական նպատակը Եվրոպա գնալն է, երթադրենք թե ինչ-որ քաղաքական ուժի քո տնտեսությունը բեր այն մակարդակի եւ երբ որ քո հարևան պետությունը այդ ժամանակվա Վլադիմիրն ասի դե գիտեք ինչ կա որ այդ ձևիա մենք գազը ուրեմն պետք է թանկացնենք կներեք որ պիտի դիմանալ ձեր ժողովուրդը դու պատրաստ լինես դրան ասի թանկացնու հարց չկա մենք էլ ծիրանը կթանկացնենք մենք էլ ուրիշ բան կթանկացնենք ենթադրենք բայց երբ որ դու պատրաստ ես դրան Փաշինյանը նման կերպ խոսի Իհարկե կարող է, խիչ է կարող, եթե դու չես ոտնահարում քո հարևանի կամ քո այսպես կոչված այդ պահին գործընկերոջ շահերը, նախապես ասում ես, որ այդ գործընկերը կողմնորոշվի իր մոտ համապատասխան փոփոխություններ անի, ապա ի՞նչ կա այդտեղ խոսալու։
Այլ թեմաների մասին Գագիկ Խաչատրյանի Լոս Անջելեսի առանձնատան վաճառքից ստացված գումարի գերակշիռ մասը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը։ Գլխավոր դատախազն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի գլխավորած պատվիրակությանը։ Ի թիվս այլ թեմաների հանդիպան ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում հարուցված քրեական գործի շրջանակում դատախազության եւ ԱՄՆ իրավասու մարմինների միջև արդյունավետ գործակցության արդյունքում Միացյալ Նահանգների իրավասու դատարանի որոշմամբ հաստատված հանցավոր ծագում ունեցող գույք դիտարկվող Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող Լոս Անջելեսում գտնվող առանձնատան վաճառքից ստացված դրամական միջոցների գերակշիռ մասը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու ընթացքին եւ ժամկետին։ Ձերբակալվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարարը։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են մի խումբ անձինք, այդ թվում Արտեմ Ասատրյանը։ Նույն քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է նաեւ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը, ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին։ Նախաքննության շահերից ելնելով այլ տեղեկություն չի հաղորդվում։ Հայաստանը ողջունում է Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև ձեռքբերված կարևոր որոշումը դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները։ Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի էջում գրառում կատարելով։ Նաեւ բարձր ենք գնահատում միջնորդական ջանքերը, այդ թվում Պակիստանի եւ հաստատապես հավատում ենք, որ դիվանագիտությունը պետք է գերակայի բոլոր չլուծված հարցերը կարգավորելու եւ Մերձավոր Արևելքում խաղաղությունը պահպանելու համար, նշել է Նիկոլ Փաշինյանը։ Եվ այսպես Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները կառուցողական տրանսֆորմացիայի փուլում են, վարչապետն է հայտարարել։ Լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպմանը եւ երկկողմ հարաբերությունների ներկայվիճակին նշել է, որ կուլիսային հանդիպում չի եղել, աշխատանքային ճաշ է եղել, զրուցել են բարեկամաբար։ Այցը շատ հաջող է գնահատում։ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Պուտինի հետ զրույցում որևէ նոր կամ գաղտնի թեզ չի հնչեցրել։ Վարչապետը նաեւ վերահաստատել է Հայաստանի արտաքին քաղաքականության հավասարակշռման մոտեցումը, բայց երբ գա Եվրամիություն, թե ԵԱՏՄ անհամատեղելիության պահը ժողովրդի հետ կկայացվի որոշում։ Նախ իմ ու Ռուսաստանի նախագահի միջև կուլիսային հանդիպում չի տեղի ունեցել, աշխատանքային ճաշ է տեղի ունեցել եւ մենք ինչպես միշտ ճաշել ենք, զրուցել ենք բարեկամաբար եւ ես ինչպես ասել եմ, այցը շատ հաջող եմ գնահատում։ Մյուս բոլորը ազատ են իրենց գնահատականների մեջ։ Ինչ վերաբերվում է տետատետ հանդիպմանը, մենք արդեն պայմանավորվել ենք մեր հետագա հանդիպումների մասին եւ մեր միջոցառումների մասին, բարձր մակարդակով հանդիպում ենք պայմանավորվել, այդ թվում հունիսի երկրորդ կեսին։ Ինչ վերաբերվում է ընդհանուր բովանդակությանը, ես կարծում եմ, որ նախ այն ինչ որ ես ասել եմ, նախկինում իմ հրապարակային հայտարարությունների արտացոլումներ այդ դահլիճում, ոչ մի նոր բան ես Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում չեմ ասել։ Առնվազն ինչ որ այնտեղ հնչել է, դուք ինձնից այստեղ այս ձևաչափով կամ գուցե այլ ձևաչափով լսել եք, այսինքն զրո նորություն։ Ես կարծում եմ, որ ընդհանուր առմամբ էլի հղում անելով նախկինում իմ առած հայտարարություններին, ներկայումս Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում եւ ես այդ process-ը գնահատում եմ դրական եւ մենք մեր սկզբունքը շարունակաբար պահելու ենք, մենք երկխոսության բարեկամական երկխոսության տրամաբանությունից դուրս չենք գալու եւ շարունակելու ենք այդ ճանապարհով։ Ինչ վերաբերվում է իմ կարծիքին, իմ կարծիքը այն է, ինչ որ ես Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հանդիպման ժամանակ ասել եմ, ինչ որ ասել եմ այստեղ ձեզ բոլորիդ, քանի դեռ կա հնարավորություն համատեղել այն քաղաքականությունները, որոնք մենք վարում ենք ԵԱՏՄ եւ Եվրոպական միության ուղղությամբ, մենք այդ քաղաքականությունները կհամատեղենք։ Երբ կգա անհամատեղելիության պահը, մենք կկայացնենք ժողովրդի հետ որոշումներ։ Քանի դեռ այդ պահը չի եկել, ես որևէ լրացուցիչ բան ասելու անհրաժեշտություն չեմ տեսնում։ Նիկոլ Փաշինյանը նաև մեկնաբանել է Սամվել Կարապետյանին ուղղված հայտարարությունները, նշել, որ այնտեղ սպառնալիքի էլեմենտ չկա։
Ես տեսա, որ ամենատարբեր մեկնաբանություններ կան, եթե զգացել եք իմ այդ հայտարարության մեջ սպառնալիքի որևէ էլեմենտ չկա, որովհետև ես խոսում եմ, ես չեմ ասում, ես խոստանում եմ կամ ես ասում եմ, ես վախենում եմ, որ այդպես տեղի կունենա, ինչ եմ վախենում, որովհետև կարծում եմ, որով ձեր նշած անձը այն խոստումները, որ տվել է որոշ շրջանակների, որոնք նաև Հայաստանից դուրս գտնվող որոշ շրջանակների, որոնք որոշակի բան ունեն, լծակներ ունեն նաև իր ունեցվածքի վրա, ակնհայտ է, որ ինքը իր ստանձնած պարտավորությունները չի կատարելու եւ ակնհայտ է, որ այդ ամբողջ ունեցվածքը իր ձեռքից վերցվելու է եւ ես դրա համար շատ ցավում եմ, որովհետեւ չի ուզենա, որ որևէ տեղ հայկական համարվող որևէ կապիտալ զրոյացվեր։ Չեմ կարող ասել։ Թող ինքը ասի։ Ամեն դեպս ես ուրիշների խոստումները հանրությանը ներկայացնող սուբյեկտը չեմ։ Դրա համար կան սուբյեկտներ, թող իրենք պարզաբանեն, ում ինչ են խոստացել, ում առաջ ինչ են պարտավորվել, ում ինչ են հավաստիացրել եւ այլն եւ այդպես շարունակ։ Դա մեզ հետ կապ չունի։ Մենք մեր process-ները թափանցիկ կերպով, որը էլի այս կոնտեքստի հետ կապ չունի, դուք գիտեք նաև Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության պատմությունը, որը հիմա ըստ էության պետականացված է դե ֆակտո եւ դե յուրեն էլ տեղի կունենա, բայց դա արվել է այդ թվում Հայաստանի սպառողների պահանջով։ Ես ուզում եմ հիշեցնել ձեզ, ես դրա մասին տասնյակ անգամ խոսել ենք եւ տասնյակ անգամներով աշխատանքային կարգով մենք զգուշացրել ենք, որ այսպես չի շարունակվելու։ Դա տևել է տարիներ եւ կայացվել է որոշում։ Շարունակենք 2023 թվականի սեպտեմբերի 19-ից 20-ը հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված եւ Եռաբլուր զինվորական պանթեոնում հուղարկավորված անձանց 8 ընտանիքի կտրամադրվի փոխհատուցում։ Որոշումը կայացվել է կառավարության այսօրվա նիստում։ Փոխհատուցումը կտրամադրվի այն ընտանիքներին, որոնք իրենց միջոցներով եւ նախընտրած ձևով են պատրաստել ու տեղադրել շիրմաքարերի լրակազմերը կամ դրանց բաղադրիչները, տապանակարերը։ Նախնական հաշվարկներով փոխհատուցումը կկազմի մոտ 10 միլիոն դրամ։ Կառավարությունից հայտնում են նաև, որ այն տապանակարերը, որոնք ի սկզբանե նախատեսված էին այս ընտանիքների համար, բայց չեն օգտագործվել եւ պահեստավորվել, կտրամադրվեն նոր հուղարկավորված զինծառայողների գերեզմանների բարեկարգման համար։ Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է Հույդակ 29-րդ արտահերթ Գերագույն ժողովի եզրափակիչ նիստում եւ առաջ կուսակցության համագումարում հաստատվել է դաշինքի նախընտրական ցանկի առաջին 3 տասնյակը։ Վարչապետի թեկնածուից հետո երկրորդը Իշխան Սաղաթելյանն է, ապա Աննա Գրիգորյան, Սևակ Խաչատրյան, Արթուր Խաչատրյան, իսկ տասնյակը եզրափակում է Լևոն Քոչարյանը։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին դաշինքի ձևաչափով։ Կուսակցության համագումարը հաստատել է նաև ցուցակի թեկնածուների անունները։ Ավելի վաղ կուսակցության պաշտոնական շնորհանդեսի ժամանակ կուսակցությունը հայտարարել էր, որ Ուժեղ Հայաստանի վարչապետի թեկնածուն կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն է։ Ցուցակի առաջին տեղում Նարեկ Կարապետյանն է, ապա Արամ Վարդևանյան, Գոհար Մելոյան, Դավիթ Ղազինյան, Ռուբեն Մխիթարյան, իսկ դաշինքի ընտրական ամբողջ ցուցակը կներկայացվի վաղը։ Եվ այսպես Էստոնիան պատրաստ է շարունակել օժանդակությունը Հայաստանի Հանրապետության կառավարության բարեփոխումների օրակարգն առաջ մղելու նպատակով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարին։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստան-Էստոնիա բազմավոլորտ գործակցությունն ու նշել, որ վերջին շրջանում երկկողմ հարաբերությունները կրում են ինտենսիվ բնույթ։ Երկրի ղեկավարը կարևորել է Էստոնիայի դերը նաև Հայաստան-Եվրամիություն գործակցության զարգացման, այդ թվում մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման Մարգուս Ցախքնան ընդգծել է Հայաստանի հետ գործակցությունը խորացնելու հարցում Էստոնիայի շահագրգռվածությունը։ Նա կարևորել է Երևանում եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացումը, համոզմունք հայտնելով, որ այն կանցկացվի բարձր մակարդակով։ Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, նաև Հայաստան-Եվրամիություն գործակցության օրակարգի, վիզաների ազատականացման գործընթացի եւ այլ հարցերի շուրջ։
Մինչև այդ Հայաստանի և Էստոնիայի արտգործնախարարները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Արտաքին գործերի նախարարի հետ ասուլիսում Էստոնիայի արտգործնախարարն անդրադարձել է գերիների թեմային։ Պատասխանելով հարցին, թե ինչ կարծիք ունի Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության վերաբերյալ, երբ Բաքվի բանտում դեռ կան անազատության մեջ պահվող հայեր, Մարգուս Ցահքնանը ասել է, որ բոլոր հարցերը հնարավոր չէ մեկ օրում լուծել, ժամանակ է պետք։ Շատ բարդ խնդիրներ են։ Խաղաղության գործընթացն էլ նախարարը գնահատել է որպես կարևոր առաջընթաց։ Նախարարը մի շարք հարցերի թվում նաև անդրադարձել է վիզաների ազատականացմանը, նշել, որ իսկապես մեծ ջանքեր են ներդնում հասնելու այդ քայլին։ Ուրախ կլինեն, որ շատ բարձր մակարդակով եվրոպական ներկայացվածություն լինի Հայաստանում։ Արարատ Միրզոյանն էլ ներկայացրել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման և TRIP-ի ուղղությամբ աշխատանքները։ Գաղտնիք չի սա, որքան էլ որ երկկողմ նախագիծ է, բխում է եւ համապատասխանում է բազմաթիվ երկրների շահերից, սկսած Չինաստանից, վերջացրած Պորտուգալիայով, Եվրոպայի ամենաարևմտյան մասը նայենք, Եվրոպական միության, ել չասած մեր անմիջական հարևանների այս TRIP-ը այլ մոլորակի վրա չի, TRIP-ի մի ծայրը պետքա կպնի Ադրբեջանի Հանրապետությանը կամ սկիզբ առնի դից, մյուս ծայրը ավարտվի Նախիջևանով էլի Ադրբեջանի Հանրապետությունով, բայց տրամաբանական շարունակությունը եւ այս մասին շատ խոսել ենք երասխով հայկական երկաթուղիների մյուս ցանցնա, Կարս Գյումրի ուրեմն երկաթուղային հանգույցնա եւ Թուրքիայի երկաթուղային ցանցը Կենտրոնական Ասիայի երկրները հատկապես շատ շահագրգռված են։ Մեկ օր առաջ մենք այստեղ հանդիպում էինք նաև Ղազախստանի արտաքին գործերի նախարարի հետ, ով Հայաստանում էր նաև Ղազախստանի տրանսպորտի նախարարի ուղեկցությամբ։ Հետևաբար քննարկումները կան մերձավոր արևելյան երկրներն շահագրգիռ նաև այս հետաքրքրված այս թեմաներով։ Առայժմ որևէ կոնկրետ բան չկա, որ ես կարող եմ կիսել նաև հանրության հետ։ Սա հսկայական պատմական քայլ առաջ է Հայաստանի եւ Ադրբեջանի այս նորությունը իրական է եւ այն ընթացիկ է։ Ինչպես ասաց նախարարը, բոլոր հարցերը հնարավոր չէ մեկ օրում լուծել, ժամանակ է պետք։ Շատ բարդ խնդիրներ են, ես հասկանում եմ սա։ Ճշգրիտ թեմաների շուրջ չեմ կարող ակնարկել, բայց ինչ որ նախարար Միրզոյան ասաց, այո, այդպես է ժամանակ է պետք։ Շատ մեծ հսկայական առաջխաղացում է հայ ժողովրդի համար եւ տարածաշրջանի համար։ Այս խաղաղության ընթացքը իրական է եւ ընթացիկ է։ Սա ապագան է կերտում հայ ժողովրդի համար։ Ըստ խաղաղությունը նախապայմանն է հաջորդի բոլոր քայլերի համար։ Բարգավաճման հասնելու համար, տնտեսական զարգացման համար, հիմնակարային ազատությունների համար։ Սա հսկայական քայլ առաջ է, որ Հայաստանը արել է եւ այս կառավարությունը դա կատարել է։ Անշուշտ բարդ է, շատ բարդ է։ Շատ բարդ գործընթաց է, ըստ հուսամ, որ այն կհասնի իր ավարտին եւ երկարաժամկետ եւ արդարացի խաղաղություն կհաստատվի տարածաշրջանում։ Ապրիլի 10-ից 12-ը խաղաղության կամուրջ նախաձեռնության շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ Ադրբեջանում տեղի կունենա հերթական երկկողմ կլոր սեղանը։ Խաղաղության կամուրջ նախաձեռնությունը շարունակում է խթանել երկխոսությունն ու ուղիղ ներգրավվածությունը Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև։ Այս առիթով հայկական պատվիրակությունն Ադրբեջան է ժամանել ցամաքային սահմանով, անցնելով պաշտոնապես սահմանազատված և սահմանագծված հատվածով, հետևելով սահմանային ու անձնագրային վերահսկողական բոլոր համապատասխան ընթացակարգերին։ Հանդիպման օրակարգը ներառում է քննարկումներ խաղաղության գործընթացի ներկայվիճակի, խաղաղության կամուրջ նախաձեռնության մասնակիցների կողմից իրենց երկրներում իրականացված գործողությունների ու դրանց արդյունքների, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում բախվել են Opel-ն ու BMW-ն, վերջինը հայտնվել է դաշտում, կան զոհեր ու վիրավորներ։ Ներքին գործերի նախարարությունն հազանգստացել է ժամը 11:51-ին։ Պարզվել է աղին բնակավայրի մոտակայքում մեքենաները կողաշրջվել են, ներսում երեխաներ են եղել։ Դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Առողջապահության նախարարությունից էլ տեղեկացրել են, որ Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով 5 երեխա հոսպիտալացվել է։ Նրանցից 2-ի կյանքը ցավոք փրկել չի հաջողվել։ Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր եւ ծայրահեղ ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Պատահարից գրանցվել է 6 քաղաքացու մահ, տուժել է 11 մարդ։